Գյումրու թիվ 10 դպրոցի հարևանությամբ բացվել է մարզադաշտ, նախաձեռնությունը ծնունդով գյումրեցի մոսկվայաբնակ բարերար Վիլեն Աջամողլյանինն է։ Մարզադաշտի ստեղծման գործընթացին աջակցել են նաև մարզային ու քաղաքային իշխանությունները։ Հողատարածքը 10-րդ դպրոցին էր, դեպ ստեղծելագիր կա ֆրանսիացիների հետ կապված, եւ պարոն մարզպետը շատ երկար խորելուց հետո եկանք համաձայնության, ասեցինք թող սարքվի, եթե ֆրանսիացիները կգան եւ ծածկած դալիճը սարքեն նույն ձևի, մենք ուրախ կլինենք, սա տեղափոխելու ուրիշ տեղ։ Բայց այսօր շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք այս մասը մաքրել, գեղեցկացնել եւ նվիրել մեր երեխաներին։ Այս դաշտից օգտվելու են ոչ միայն դպրոցի աշակերտները, նաեւ տարածքի բոլոր բնակիչները։ Եվ այսօր ճիշտ է պաշտոնական բացումն է, բայց արդեն մի քանի օր է մենք տեսնում ենք, թե ինչպիսի ոգևորությամբ երեխաները արդեն իսկ օգտագործում են այս մարզադաշտը։ Քիչ աշխատանք է մնացել կատարելու հարևանությամբ գտնվող տարածքում, պետք է ասֆալտապատվի նաև տրվեն համապատասխան վարժար սարքեր։ Ես չի բանից էի ուզում ջոբի բաններ քաղաքի համար կատարել, թագային սպորտը զարգացնելու համար։ Մարդիկ ուշն են հարգում արդար։ Մարզադաշտի կառուցումը անհրաժեշտ են համարում ոչ միայն քաղաքային ու մարզային իշխանությունները, թաղի բնակիչները։ Տարբեր մարզաձևերի պարապմունքներն հետայցու կարող են անցկացվել բացօթյա այս մարզադաշտում։ Թիվ 10 դպրոցի սաներից ոչ պակաս ոգևորված են նաև հիշյալ տարածքի ու հարակից թաղամասերի երեխաները։ Փողոցները խաղանք, բայց սա քարուքրա էր, չենք կարող խաղանք, էլի խանգարենք, անտած գնենք ոտներս կցավարի։ Այդ շենքերի երեխաները զբաղված լինելով տարբեր խաղերից հնարավորություն կունենան այս մարզահրապարակում զբաղվել ֆիզկուլտուրայով, սպորտով, ինչու՞ չէ, նաև այստեղ կարելի է փոքրիկ խմբեր պահել։ Մենք խաղանք քոս ֆուտբոլ ու շատ եմ ուզում, նաև խաղանք բասկետբոլ։ Երբ որ սարքեցին այս դաշտը, արդեն ինձ շատ հարմար է, այստեղ խաղալ է։ Տեսնելով այս դաշտը մտաբերում եմ տարիներ առաջվա մեր ժամանակին կատարած աշխատանքը, երբ որ 70 թվականների կեսերին Գյումրի քաղաքի երիտասարդները, պատանները ակտիվ մասնակցում էին միութենական տարբեր մրցույթների։ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեցին քաղաքում այսօրինակ միջոցառումների իրականացումը։ Նրանց խոսքերով հարկավոր է ստեղծել հնարավոր բոլոր պայմանները մարզում եւ քաղաքում սպորտային կյանքը խթանելու նպատակով։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։